Բարի երեկո բոլոր նրանց, ովքեր նոր են միացել Alpha News-ի ուղիղ եթերին, ինձ է միացել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, բարև ձեզ բարոն Ղևոնդյան, շնորհակալություն զրույցի հրավերն ընդունելու համար։ Այսօրվա քննարկման համար առանձնացրել եմ մի քանի թեմա, առաջինը, որը առանձնացրել եմ, Թրամփը, ինչպես գիտեք, Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը անվանել է Աբերբայջան։ Փորձենք հասկանալ, ինչ է սա իրենից ներկայացնում, դիտենք կարճ կադրեր, որից հետո կշարունակենք։ Albania, Azerbaijan, and Albania. And I spoke to them, one of them the other day, he said, no, he's now my friend. But for 22 years, he's been the head of Azerbaijan for 22 years. And the other guy, great guy too, 7. And you know that war, that was a war that was not solvable. Փորձենք հասկանալ պարոն Ղևոնդյան առհասարակ ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Թրամփի Հայաստան, Ալբանիա եւ Ադրբեջանի, Ադրբեջան արտահայտությունը Հայաստանի դիվանագիտական, համբավի եւ միջազգային դիրքի վրա նախ եւ առաջ։ Ընդհանրապես Թրամփի արդեն որերորդ նմանօրինակ վրիպումն է կամ անտարբեր տեքստն է, որ հնչեցում է հաճախ ամենաբարձր հարթակներում։ Ասել, որ Ադրբեջանը ինքը մոռանում է ամենևին այդպեսի ավելին որակումներում միշտ շատ ավելի ջերմ է եւ վերջի որակման մեջ էլ ասում եմ իմ ընկեր է, միշտեր նաեւ ցավալիորեն Հայաստանի պարագայում հիշում է այդ տղան կամ հաճախ Հայաստանը խառնում է Ալբանիայի երբեմն ընդհանրապես անհասկանալի տեքստ է հնչեցնում, սա ապացույցն է եւ հավաստիացումը նրա, որ հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության պայմանագրի նախաստորագրումը անհատապես իր համար առանձնակի կարևորության իրադարձություն չէր, այլ մեդիա առիթ էր խոսելու, որ հերթական խաղաղության ակտը իր մասնակցությամբ, իր միջնորդությամբ իրողություն դարձավ, թե ինչ ապագային կունենա, առհասարակ մեծ հաշվով իր համար կարևոր չէր, իսկ այդ փաստաթուղթը ինքը նախակետերի հետ էր կապված, միջազգային իրավունքի տեսանկյունից այդ process-ը, եթե այն առհասարակ գործարկվի, իսկ ես այդ հարցում խիստ հավատեմ, ինքը երկար ժամանակ կտևի եւ վարչապետի ներկա ջղաձգումները, որոնց մենք ականատես ենք լինում տարբեր միջազգային հարթակներում, սկզբում Շանհայի համագործակցության կազմակերպության հարթակում, հետագայում նաև ՄԱԿ-ի հարթակում, իսկ վերջինը ԵԽԽՎ-ի հարթակում կապված Զանգեզուրի միջանց ձևակերպման մասով, փաստում են, որ ամեն ինչ չի այնպես ինչ-որ ներկայացում է։ Ամերիկյան քաղաքականությունը ռեգիոնում Թրամփի ձեռամբ շատ երկակի ու շատ բազմակի դրսևորումներ է ունենում։ Իր համար անհատապես մեծ կարևորություն ենթադրում են, որ չունի այն process-ները։ Այսինքն այն վարկանիշային էլեմենտները, որ ինքը կարող էր քաղել, ինքը ամեն անգամ քաղում է հիշեցնելով, թե ինչ process-ներ իրականում կգնան, կարծում եմ ռեգիոնում ուժային բալանսի հետ կապված խնդիրները կլուծեն այդ process-ների ապագան, եթե դա առհասարակ կլինի։ Իսկ հնարավոր է արդյոք, որ նման մեկնաբանությունները ազդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերությունների վրա, մասնավորապես առաջիկա քաղաքական գործընթացների ընթացքում։ Գիտեք, ես չեմ կարծում, որ Հայաստանի գործող արտաքին քաղաքականությունը կարող է այլ տոնայնությամբ ենթադրենք դիվանագիտական կոշտ տոնայնությամբ որևէ հարցադրումներ անել եւ միգուցե ճշգրտումների կամ սրբագրումների պահանջով հանդես գալ Միացյալ Նահանգների դեմ, որովհետեւ Հայաստանի գործող վարչապետը այնպիսի կոնյունկտուրա է ստեղծել իր եւ Հայաստանի շուրջ, որ վերջին հույսի, այսպես ասած, նավը դա Միացյալ Նահանգների Վաշինգտոնի ձեռամբ ինքը կարողացավ որևէ ձև Ալիևին բերել ինչ-որ մի հարթակ, ենթադրելի խաղաղության, այսպես ասած, հարթակ, որից ինքը հավանաբար ավելի շատ ներքաղաքական դիվիդենդների կարիք ուներ ստանալու, քան թե արտաքին քաղաքական։ Իսկ պարոն Ղևոնդյան, եթե ասենք ինչպես կարելի է հայկական կողմին այսպես ասեմ խորհուրդ տալ արձագանքել նման դիպվածներին առանց ներքաղաքական կամ արտաքին լարվածություն ստեղծելու հնարավոր է արդյոք։ Արտաքին գործերի նախարարություն ինստիտուցիոնալ կառույց կա, ինքը պետք է ճշգրտի պետությունների հետ տարաբնույթ հարաբերություններ, այդ թվում նաև ձևակերպումները, ժեստերը, դրանք միջազգային իրավական բովանդակություն ունեցող արձանագրումներ են։ Եթե մի անգամ է լինում վրիպակը, կարելի է հասկանալ, որ վրիպակ է, այսինքն ցանկացած երկրի ղեկավար Թրամփի պարագայում միգուցե տարիքի, զբաղվածության, ծանրաբեռնվածության հետ կապված, բայց երբ որ դա պարբերաբար է լինում եւ կարծես թե միտում է, ավելին ասեմ, վերջի էլի կրկնվեմ, վերջի ձևակերպման մեջ անգամ չի հիշում Հայաստանի վարչապետի անունն, ասում է ինչ-որ մի տղագար, ես իրեն չեմ հիշում, իսկ այն մեկը մեր ընկերն էր, խոսում է Հայաստանի աշխարհաքաղաքական միավորի կողմից
ոչ պատշաճ մակարդակի, այսպես ասած, կարգավիճակ ունենալու մասին։ Ուզում էի անդրադառնալ հենց այդ թեմային, որ Դոնալդ Թրամփը խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտության կարգավորման մասին, նշեց, մեջբերեմ, ես զանգահարեցի երկու երկրների ղեկավարներին, Ադրբեջանի նախագահը 22 տարի ղեկավարում է երկիրը եւ մյուս տղան հիանալի տղա է։ Թրամփը Փաշինյանին անվանել է մյուս տղա, անունը չի հիշել, այսինքն ինչ է նշանակում, երբ նախագահը չի հիշում Հայաստանի ղեկավարի անունը, սա կարելի է համարել պարզապես անհատական մոռացության նշան, թե քաղաքական վերաբերմունք։ Քեզ հիշում են այնքանով, որքանով աշխարհաքաղաքական իմաստով դու քեզնից որևէ բան ներկայացնում ես։ Դա ուժի միջազգային հարաբերությունների օրինաչափություններից եւ աքսիոմներից մեկն է։ Թրամփը շատ լավ գիտի ուժի աքսիոմը որն է եւ ինքը հարգում է նրանց, ովքեր ուժեղ են եւ չի հարգում եւ անգամ չի մատնանշում նրանց, ում ինքը չի դիտարկում որպես սուբյեկտ, այսինքն դերակատար թեկուզ այդ երկրների սեփական շահերի ապահովման տեսանկյունից հստակ Ալիևի մեջ տեսնում է ուժեղ գործընկերոջ միգուցե, որովհետև վերջին այդ հանդիպման ժամանակ այնտեղ շատ կարևոր պայմանագրեր են ստորագրել, այդ թվում նաև զինտեխնիկայի առուվաճառքի հետ կապված է։ Իսկ իդեմս Հայաստանի ինքը տեսնում է հավանաբար սեփական շահերով, սեփական պետության շահերով ոչ այդքան մտահոգ անձնավորության ֆիգուրանտի, որին հավանաբար պետք է չի հիշատակել եւ փաստացիորեն այն ինչ որ մտածում է, այդպես էլ իրեն թույլ է տալիս ձևակերպել։ Կարող ենք ասել, որ այդ կերպ նա փորձել է միջազգային հեղինակությունը Հայաստանի, այսպես ասեմ, ոտնահարել։ Ես չեմ կարծում, ես կարծում եմ Թրամփը ընդհանրապես չի վերաբերվում Հայաստանի այս օրակարգերին, ինչը իհարկե մեր համար կարևոր է։ Միացյալ Նահանգների միջազգային գլոբալ օրակարգը, ԱՄՆ-ի ներքին օրակարգը, որ Թրամփի համար հիմա բավական խնդրահարույց է եւ այսպես ասած լուծումների կարիք է պահանջում, զբաղվածությունը եւ իր նաեւ էքսցենտրիկ կերպարը, այդպես ժամանակ չեն թողում, որպեսզի մեր տիպի պետությունների, իսկ այդ տիպի պետությունները այդքան էլ շատ չեն, բայց այնուամենայնիվ կան, այդ տիպի պետությունների նկատմամբ անհրաժեշտ հարգանք եւ վերաբերմունք դրսեւորի։ Խոսենք հանրային ընկալման մասին Հայաստանում, ինչպես կարող է այս դեպքը անդրադառնալ Հայաստանի հասարակական վերաբերմունքին Ամերիկայի Միացյալ Նահանգների ու արևմտյան քաղաքական գործիչների նկատմամբ։ Նայեք, ներհասարակական դիսկուսը մի քանի մակարդակ ունի, այսինքն կա քաղաքական երկխոսության մակարդակ, քաղաքական ֆիգուրների, հանրային ֆիգուրների, կուսակցությունների ներգրավվածությամբ, որոնցից որոշները նշում էին, որ Վաշինգտոնյան հանդիպումը այն ֆորմատի էր, որ դա վերերացվել անձնական հարաբերությունների, այսինքն Հայաստանի գործող վարչապետի եւ Միացյալ Նահանգների գործող վարչապետի, որ տեղի էր ունեցել հեռախոսահամարների փոխանակում, հա։ Սովորաբար այդպիսի դեպքում մոռացության չի տրվում կողմերից մեկի անունը եւ անհարգալից վերաբերմունք իհարկե չի դրսեւորում, հա։ Հասարակական շրջանակներում ես կարծում եմ մարդիկ շատ սթափ են գնահատում իրավիճակը եւ հասկանում են թե Միացյալ Նահանգների համար գործող Հայաստանը, գործող իշխանության ձեռամբ ինչ կարգավիճակ, ինչ ցավալի թույլ կարգավիճակ է ձեռք բերել եւ լիովին տեղավորում է այն տրամաբանության մեջ, ինչ որ կա իրավիճակում ասֆալտի վրա։ Դա իհարկե ցավալի իրողություն է, բայց պետք է փաստերի հետ առերեսվենք։ Պարոն Ղավոնդյան, անդրադառնանք հաջորդ թեմային, Փաշինյանը պատասխանել է ԵԽԽՎ պատգամավորներին։ Ելույթին հաջորդել են հարց ու պատասխանի ձևաչափը, ԵԽԽՎ պատգամավորները հարցրել են խաղաղության համաձայնագրի համատեքստում սահմանադրության փոփոխության, Թրամփի ուղու հետ կապված Հայաստանի շահերի, ղարաբաղցիներին առնչվող ծրագրերի ու Եվրամիության հնարավոր անդամակցության մասին, եւ Փաշինյանը կոշտ է արձագանքել, ինչպես տեղյակ ենք, պատգամավորի, այսպես ասած, Զանգեզուրի միջանցք ձևակերպմանը, կոչ արել Թրամփի ուղուն անդրադառնալիս օգտագործել բացառապես լեգիտիմ բառապաշար։ Նայենք, շարունակենք։ Դուք օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ։ Որտեղ եք կարդացել այդ արտահայտության մասին։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Ես խստորեն դատապարտում եմ ձեր կողմից ապա լեգիտիմ բառապաշարի օգտագործումը այս հեղինակավոր դահլիճում եւ այս հեղինակավոր ինստիտուտում։ Շնորհակալ եմ։ Ձեր մեկնաբանությունը։ Այստեղ խնդիրը կարծում եմ ներհասարակական բովանդակություն ու շերտավորում լինի, այսինքն այն թեզը, որ որևէ Զանգեզուրի միջանցք չկա, դա ֆիկցիա է, դա ընդդիմության մտածածին թեզն է, դա տարբեր տիպի պետությունների շահերին սպասարկող ինչ-որ շրջանակների քաղաքական թեզ է եւ այլն, փաստացիորեն ԵԽԽՎ-ի պատգամավորի բառերով հաստատում է, որ մենք բոլորս դա անցալում ենք որպես Զանգեզուրի միջանցք եւ կներեք որտեղից է հայտնվել, շատ բարձ վերջին 5 տարվա մեջ Ադրբեջանի ղեկավարը այլ
ձևակերպում այլ բառակապակցություն երբեք չի օգտագործել։ Ավելին, ամբողջ այս process-ի մեջ, որ իբրև կոչվում է խաղաղության գործընթաց, բանակցություններ, միջնորդական առաքելություններ, այդ Վաշինգտոնյան process եւ այլն, միայն Հայաստանի ղեկավարն է խոսում, որ չկա այդ միջանցք։ Ավելին, իջեք մեղրի, գնացեք մեղրի, Նռնաձոր գյուղ եւ խոսեք այնտեղ քաղաքացիների հետ։ Ձերքով անգամ ցույց են տալիս, որտեղով է ենթադրելի անցնելու այդ ճանապարհ միջանցքը միջազգային իրավունքի տեսանկյունից այլ կարգավիճակ ունեցող Հայաստանի սուվերենությունը խախտող կարգավիճակ ունեցող երևույթ է։ Սա նյարդայնացնում է գործող վարչապետին առաջին հերթին նախընտրական process-ում այս միջանցքի գաղափարի օգտագործման տեսանկյունից, որովհետև ինքը իր համար ամենակարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանի որևէ թիզ հող չի փոխանցվում որևէ երրորդ կողմի։ Մինչդեռ ասֆալտի վրա, հողի վրա իրավիճակը լիովին այլ է։ Իսկ Փաշինյանը այս կոշտ արձագանքը ինչպես կարելի է առհասարակ դիտարկել որպես հաջող դիվանագիտական քայլ, թե դա կարող է առաջացնել նաև լարվածություն։ Շատ տեղին հարցադրում էր իրականում, այն նայեք, այս թեզը, այս օրակարգը ձևակերպումների, հասկացությունների, բնորոշումների նոր չի սկսել։ Ալիևը քարվաճառում տված իր հարցազրույցի ժամանակ նույնպես խոսեց էլի Զանգեզուրի միջանցքի մասին եւ շատ կոշտ ձևակերպումներով, հա, իրենք փորձում են մինչև վերջի կետը առևտուր անել եւ ճնշումներ գործադրել։ Ավելին ասեմ, այս նախաստորագրված Թրամփի ուղի այսպես փաթեթը ինքը շատ լեգիտիմ առիթ է տալու Ադրբեջանին ռազմական էսկալացիայի հնարավորություններ ստեղծել եւ դրանից օգտվել ու Հայաստանի գործող վարչապետի այսպիսի վարքաբանությունը կարծես թե ինչ որ բան է հիշեցնում 2020 թվականին նրա Արցախում հնչեցրած թեզերի հետ կապված եւ այլն հաճախ այն ինչ որ դու պայմանավորվել ես արդեն հանձնել դու պետք է որոշակի թաթերական քաղաքական միգուցե երբեմն նաեւ ռազմական ներկայացման միջոցով հանձնես հետեւաբար պետք է գտնել ինչ որ մեկին որ իբրև բանակցությունները որոնք իրականում հենց այնպես էլ գնում են ինչպես որ Ալիևն է նշում ձևակերպել, ներկայացնել, այ որ գիտեք, կողմերից մեկը Ալիևը չմնաց բանակցությունների շրջանակում, մենք ոչինչ չէինք կարող անել, հետեւաբար ռազմական ինչ-որ կոնտեքստում նրանք հնարավորություն ստացան դրանից օգտվեցին Սյունիք մտնելու տեսանկյունից։ Կներեք, իհարկե դա ինչ այդքան հեշտ չի լինելու, որովհետև միջազգային կոնյունկտուրա պետքա ձևավորվի լեգիտիմության մասով, բայց նյարդային այսպիսի արձագանքը կարծում եմ թե արտաքին եւ հատկապես ներքաղաքական ենթատեքստ ունի, որովհետև իր համար ամենից կարևորը ընտրություններն են եւ իհարկե համանդրական հրակվեն։ Շնորհակալություն պարոն Ղավոնդյան, զրույցի հրավերն ընդունելու համար։ Քաղաքագետ Ալեն Ղավոնդյանն էր մեր հյուրը, իսկ եթերը կշարունակեմ վայրկյաններ անց։